Չնայած մեծ տարածաշրջանի եռացող կաթսային ու երկնքից անձրևի պես թափվող ռումբերին, Հայաստանի իշխանությունը սառը հանգստություն է պահպանում։ Եգիպտացորեն, կարկանդակ ու ներկուսակցական քարոզարշավ։ Բայց մեր տեղական, ալեն փողը տվի։ Ճիշտ է, երբեմն հնչում են նաև ցավակցություններ։ Մեր հարևանի տարածքում պատերազմը չի կարող չանհանգստացնել, ասում է ԱԺ նախագահը։ Հաճելի է, որ երևի պատմության մեջ, ասենք տեսնում եք, հա, հյուսիսում պատերազմ է, արևելքում պատերազմ է եւ մենք այդ ֆոնին կարողացել ենք Ադրբեջանի հետ միասին խաղաղության եզրեր ենք գտել եւ խաղաղություն ենք կառուցում, որը որ ես չգիտեմ պատմությունը երևի թե կգնահատի, որ այս բարդ իրավիճակում Հայաստանը չներքաշվեց։ Թրիփը Սիմոնյանի խոսքով ռազմական բաղադրիչ եւ բովանդակություն չունի, հետեւաբար չի կարող առնչություն ունենալ Իրանի պատերազմի հետ։ Եվ վստահ են արտահայտում խաղաղություն բառը, քանի որ Իրանը չի հարվածում իր հարևաններին, այլ թիրախավորում է այլ երկրների ռազմական կառույցները, մինչդեռ Հայաստանում նման կառույցներ չկան։ Դուք գալիս եք, ասում եք, բա ով է լինելու միջնորդը, բա ով է լինելու միջնորդը, բա չեք գնում մի հատ այս ինչ տեղը, բա մի հատ այս ինչ բանը չեք անում, ասինքն այն, որ այսօր 2 տարին արդեն լրացել է, որ որևիցե մարդ չի զոհվում, այտենց վերևից ընկավ, հա, կամ դա պահպանելը վերևից է անգել, հա, երբ որ ասում եք Տրամպը ինչ արեց, որ Տրամպը բերեց հիմնական առիթը, պատճառը, որպեսզի այդ պատերազմը չսկսի, ոչ թե ասեց ես ոդկաս կխփեմ գետնին, կամ ես եմ ասում ոնց պետք է լինի, ասեց որ ստեղ շահ կա եւ արեց այն ինչ որ վաղուց մենք ասում էինք, արեց մի բան, որը որ ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը, Ադրբեջանի Հանրապետությանը, տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում նաև Իրանին, որտեղ Իրանը նույնպես օգտվելու է այդ թրիփի հնարավորություններից տնտեսական առումով։ Սիմոնյանի տեղակալը եւս վստահ է աշխարհաքաղաքական իրավիճակը չի բերի պատերազմը Հայաստան։ Խաղաղության խարիսխը արդեն գցել են։ Մեր ուզածը հետեւյալն է. մենք այդ փոթորիկներից հեռու եւ անմասն նստած ուտենք մեր կարկանդակները նույնիսկ։ Աշխարհաքաղաքական փոթորիկներից հեռու ՔՊ-ն կանխատեսում է, որ ԱԺ առաջիկա ընտրության ժամանակ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժը լուրջ խնդիրների կարող է բախվել անցողիկ շեմը հաղթահարելու հարցում։ Իսկ իմպիչմենթի թեմային, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը, հեգնանքով են վերաբերվում։ Հանրապետականները, չգիտեմ, ասենք 400 հոգի մարդ չունեն, իրանք ընտրություններին մասնակցեն։ Ես անընդհատ զարմանում եմ, թե այդ մարդիկ ոնց են տասնամյակ շարունակ երկիր ղեկավարել, այս խելքով որ ունեն, այս անկեղծ զարմանում եմ։ Վաճառքում Սերժ Սարգսյանը հաճախ հարցազրույց տա եւ մասնակցի ընտրություններին, եթե կարող է։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավարն է պատասխանում ԱԺ նախագահին, Ալեն Սիմոնյանի կալիբրը չի ներում, որ խորհուրդներ տա նախագահ Սարգսյանին։ Այդ կալիբրերի տարբերությունը կայանում է հետևյալում։ Նախագահ Սարգսյանը այն պետական գործիչն է, ով ժամանակին հայտարարել էր, որ Աղդամը իր հայրենիքը չէ, բայց պահել էր Աղդամը։ Այդ ժամանակ որոշները վայնասուն էին բարձեցրել, բայց երբ որ իրանք իշխանությունն էին, իրենք հանձնեցին եւ Աղդամը, եւ Արցախը, եւ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից որոշակի հատվածներ։ Եվ վերջին կետը կապված Ալեն Սիմոնյանի հետ, չնայած ինքը համարյա ամեն հարցազրույցում, այդ թվում նաեւ ձեր նշած հարցազրույցում մեկ կամ մի քանի անգամ կրկնում է, որ ինքը ազգային ժողովի նախագահ, ամենայն հավանականությամբ որ մարդիկ դա ֆիքս են։ Բայց թող իր երազանքները մեզ չպրոյեկտի։ Իսկ ով կանցնի հաջորդ խորհրդարան, ով ոչ, ընտրությունից առաջ Ալեն Սիմոնյանը գրազ եկավ։ Ես ձեր հետ մարջ եմ գալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շատ ձայն է ստանալու, քան 2021 թվականին։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։